Ճամպրուկները հավաքած արձակուրդային տրամադրությամբ պատգամավորները ստիպված են եւս մեկ արտահերթի գալ։ Տեղավորվեցին, սկսեցին սրտ-սրտալ, ցուրտ է։ Այստեղ արտահերթի կարծես չէին սպասում։ Ես առաջարկում եմ քարտուղարությանը հանձնային, որ ավելի ակտիվ եւ ուժգին ջեռուցել դահլիճը, որպեսզի մեր պատգամավորները, մանավանդ ընդդիմադիր պատգամավորները չմրսեն, չհիվանդանան ընտրություններից առաջ։ Սառած պատգամավորները դժգոհությունը չեն էլ թաքցնում։ Մի օրինագծի ու 3 վարկային համաձայնագրի համար արտահերթ կանեն։ Ինչու դա չարվեց 13-ից մինչև 16-ը այս դահլիճում տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի ժամանակ։ Օրակարգի միակ օրինագծով առաջարկվում է 5 անգամ բարձրացնել ինտերնետով խաղերի, վիճակախաղերի պետտուրքը ու 500 միլիոն դարձնել։ Հարկային օրենսգրքին են համապատասխանեցնում։ Հնարավոր չէր ավելի շուտ համապատասխանեցնել։ Լևոն Զուրաբյանը չի համակերպվում արտահերթի մուտքին։ Նոր եք հայտնաբերել, երեք եք հայտնաբերել այս անհամապատասխանությունը։ Փոխնախարարի պատասխանը հարուստ է ինֆորմացիայով։ Հայտնաբերվել է հենց որ օրենսգրքում հարկային փոփոխություն է եղել։ Վիճակախաղերի ու ինտերնետային խաղերի турքին 10 տարի առաջ էին անդրադարձել։ Հիմա հաշվել են, ընկերությունների շրջանառությունն ու շահույթը աճում են, բայց турքը նույն 100 միլիոնն է։ Կարիթ է, տեսել ենք եկամուտը բարձրացել, եկեք էս ստեղից սենց վերցնենք, քերենք, տանենք, միգուցե լավ կլինի։ Գումարները ուղղելու են պետական բյուջե։ Երբ որ ավելացնում ենք վտանգներ կա փակվել, չփակվելու, Հարկերի պատճառով մեր պատկերացումներով չի փակվելու։ Վարկային 3 համաձայնագրերով կառավարությունը 180 միլիոն եվրո վարկ է վերցնում են որպես բյուջետային աջակցություն։ Քննադատությունը պատրաստ է հայտնի ֆրազներով։ Բյուջետ չեք կարողանում հավաքել, 100 միլիարդի պակաս ունեք եւ դեֆոլտից խուսափելու համար դրսից ներարկումներ եք անում։ Զերո է ներդրումային մթնոլորտը, ներդրումային կլիման Հայաստանում։ Ֆինանսների փոխնախարարը սկսեց բացատրել, ինչպես ինքն է ասում, աշխարհիկ լեզվով, որպեսզի ասածն ավելի հասկանալի լինի։ Ինչու են վարկ վերցնում։ Սա այն աղբյուրն է, որ մենք գտել ենք, որ էժան է։ Եթե որևէ այլ տեղից մեկը առաջարկի ավելի էժան տարբերակ, մենք էլ ենք մտահոգված, կգնանք այդ ճանապարհով։ Նույնիսկ եթե բարբառով էլ ասեիք, ինձ համար ընկալելի կլիներ։ Նիստը կիսվեց, ցուրտն այդպես էլ չկոտրվեց։ Քարտուղարությունը էկոնոմ տարբերակ գտավ։ Ավելի ձեռնտու է թեյ պատրաստել, քան ջեռուցումն ուժեղացնել։ Առաջին անգամ ազգային ժողովի նախագահությունը ձեզ կին պատգամավորներին կհյուրասիրի տաք թեյ, որպեսզի չլքեք դահլիճը։ Ներկա 2-3 կանանց, թեյ, տղամարդկանց ոչինչ։ Ֆինանսների նախարարը կամ ցրտին չէր դիմանում, կամ զուգադիպություններ, արդեն լքում էր դահլիճը։ Արամ Մանուկյանը հետ կանչեց։ Պարոն նախարար, խնդրում եմ մի գնացեք։ Ես խնդրում եմ նստեք 10 րոպե հետո կգնաք։ Վարդան Արամյանը նստեց, Արամ Մանուկյանը հաշվեց։ Ցուրտը նույնիսկ օգուտ է։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հարկերի հաշվին հավաքած բյուջեի 1/3-ը գնալու է միայն արտաքին պետական պարտքի մարմանը։ Կանանց չես գոհացնի, միևնույնն է դժգոհում են, շաքարն է շատ։ Չասեք իշխանությունը մի հատ թեյ տվեց 7 անգամ ասեց, բայց շատ գնահատելի է, որ ընդդիմությունն ասում է, որ իշխանության տված թեյը համեղ էր։ Բարի Մի տեսակ քաղցրը շատ էր արած, դա էլ է գայթակղող։ Շնորհակալություն հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ։ Տղամարդիկ այդպես էլ չտաքացան, կանայք նույնպես, այնպես որ խորհրդարանը չջեռուցելն ավելի թանկ նստեց։ Պատգամավորները турքերն էլ թողեցին, վարկերն էլ, ապրանքների թանկացմանը հասան։ Գները եռապատիկ թռել են, տեղեկացրեց Զոհրաբյանը։ Ինչ է մտածում խնդրով զբաղվող հանձնաժողովը, որ թույլ չտա վաճառողին ասել՝ իմ աքլորն է, կուզեմ 1 միլիոնով կծախեմ։ Շայքի Ղազարյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։